Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ինչ նկատի ունես ասելով, որ միայն վթարի արդյունքում չի, որ մարդը մահացել։ Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Բայց արդեն խոսեցիր, ասեցիր։ Սարը, գիտես, պարտադիր չի, որ մարդը ֆիզիկապես գոյություն չունենա, որ մտածենք ինքը մեռել է։ Շատ ավելի վատ է, երբ որ մարդը շնչում է, քայլում է, բայց իր ներսում ամեն ինչ սպանել է։ Գորը իմ մեջ ամեն ինչ սպանել ոչնչացրել է։ Ու երևի դրանից է, որ ես չեմ կարողանում համակերպել իմ մտքի հետ, որ ինքը երջանիկ է։ Հիմա գիտեմ, չար մարդու տպավորություն եմ թողնում, բայց ես այսպիսինը չեմ եղել։ Ինձ մարդիկ են այսպիսինը դարձրել։ Հա, ես չեմ կարողանում տեսնեմ, որ երջանիկ է մարդը, ով ինձ երջանիկ լինելու շանս չի թողել։ Եվա, բայց դու երիտասարդ, սիրուն աղջիկ ես, քո կյանքը, քո ձեռքերում է։ Ինչի ես կառչել այդ պատմությունից։ Ու հետո դուք առաջին զույգը չեք, ում կյանքը չի ստացվել։ Հա, բայց ես այդ դեպքը չի, մեր պատմությունը լրիվ այլ է։ Ու Սառա, գիտես, ինձ հանկարծ չհամոզես, որ գոռը այս ամեն ինչը մոռացել է, այս ամեն ինչը իր վրա հետք չի թողել։ Սիրուց ավելի ուժեղ է այն կապը, որը որ ցավից է առաջացել։ Այն ցավից, որը ուղղակի չի սպիանում։ Եվա, Գերևի հիմա մտածում ես, թե ինչի համար եմ չէ եկել։ Ինչի համար եմ եկել ու ընկել մի մարդու հետևից, ով ինձ անընդհատ վիրավորում է, անընդհատ նեղացնում է ինձ։ Ես էլ եմ մտածել այդ մասին, Սառա, երբ որ բանտից դուրս եկա։ Գիտես, երբ որ բանտում էի, չէի հասկանում, թե ոնց է փոխվում օրը, ոնց է փոխվում տարին։ Հետո, որ այնտեղից դուրս եկա, իմ մոտ տպավորություն էր, որ ընդամենը մի քանի ժամով եմ այնտեղ մտել ու դուրս եկել։ Ինձ թվում էր, որ ամեն ինչ նույնն է։ Ես շատ էի ուզում գալ Հայաստան։ Մտածում էի, եթե չգամ Հայաստան, հետո հնարավոր է փոշման եմ դրա համար։ Ես մտածում էի, որ գորն էլ գոնե հաճախ մտածում իմ մասին։ Կգանք, կգտնենք իրար։ Ու կխոսենք, կհասկանանք, մենք իրար պետք ենք, թե ամեն մեկս պետք է մեր ուրիշ կեսին գտնենք։ Ես չեմ մտածել երբեք, որ այս մեծ սիրուց հետո կարելի է ուրիշին էլ սիրել։ Ծիծաղելի եմ, չէ։ Հիմա կմտածես ինչեր է խոսում։ Բայց ես հիմա ուղղակի վստահ եմ, որ այնպես ինչպես սիրել եմ գոռին, էլ կյանքում ոչ մեկին չեմ սիրելու։ Իսկ հիմա ինքը երջանիկ է։ Ամուսնանում է։
Հիմա մտածում ես խաղում եմ, չէ, Սառա։ Չէ։ Մտածում եմ ինչի համար ես ինձ այստեղ կանչել։ Որ իմանաս, որ ոչ մի նպատակ չունեմ գոռին քեզանից խլելու։ Որ իմանաս, որ ես այդքան էժանագին ինչ որ մեկը չեմ։ Ինչքան էլ որ հաճախ քայլերս եղել են էժանագին։ Բայց երբ մարդը անելանելի վիճակում է գտնվում, ինչերի ասես, որ պատրաստ չի։ Սառա, հավատա ինձ, իմ ցանկությունը ու իմ պահանջը առավել քան արդար է։ Եվ եթե անգամ գոռը երջանիկ չլինի, դու դրանից լավ չես լինելու։ Պետք չի այդպես չարանալ։ Ես չեմ էլ ուզի, որ դու կամ էլ ինչ-որ մեկը անցնի այն ամենի միջով, ինչի միջով, որ ես եմ անցել այս տարիքում։ Բայց գիտես, պետք չի մեծ խոսալ։ Ես էլ իմ ամենավատ երազում չէի մտածի, որ կանցնեմ այն ամենի միջով, ինչի միջով, որ անցա։ Բայց Աստված ցույց է տալիս, որ այս կյանքում ոչ մի բան պետք չի բացառել։ Բայց գիտես, մեկ-մեկ մարդուն նայելուց ու դատելուց առաջ կարելի է մտածել, թե ինչ է թաքցրած այս բարձր ծիծաղի ու ինքնավստահ կեցվածքի տակ։ Ու գիտես, հիմնականում այդ ինքնավստահ կեցվածքի տակ թաքնված է ցավից ու կորուստից կռացած ինչ-որ մեկը։ Ու այդ ուղակի կերպարա, որպեսզի մարդիկ էլի չկարողանան օգտվել իր խեղճությունից։ Որովհետև թիկունքիդ էլ հարվածի տեղ չի մնացել։ Որովհետև ինչ-որ մեկը, ինչ-որ մի օր որոշեց, որ դու արժանի չես լսված լինելու աջակցության, որ դու ընդհանրապես ոչ մի բանի արժանի չես։ Գնա։ Ես քո առաջ շատ բացվեցի։ Կներես, բայց գնա։ Էլկա, Արման, ես տեսել էի, որ դու ինձ զանգել ես մի քանի օր առաջ, բայց այսօր չես զանգել։ Նեղանամ։ չէ, ոնց նեղանաս։ Հա, չեմ զանգել, բայց մամայդ եմ զանգել ու իմացել եմ, որ լավ ես։ Չէի ուզում քեզ անհանգստացնել։ Ոնց ես հիմա։ Լավ եմ, բայց դու ինձ խաբում ես։ Չէ, ոնց կարող է քեզ խաբեմ։ Կարող ես Սառային հարցնել։ Արման, ի՞նչ է հետդ կատարվում։ Քեզ հետաքրքիր չի եղել ես ոնց եմ։ Չես անհանգստացել, որ չես ուզեցել ձայնս լսել։ Չէ, Էլկա, ոնց կարող է չկարոտեմ կամ չանհանգստանամ։ Դու չես էլ պատկերացնի, թե հետս ինչ է կատարվում, որ հենց հիմա ձեռքդ բռնած չեմ, իմ սեր։
Դու հաստատ լավ ես, չէ՞։ Ես ինձ կյանքում չեմ ների ելկա։ Դու մեղք չունես։ Էն էլ ինչքանում եմ։ Ես չպետք է քեզ խառնեի ես ամեն ինչի։ Այս իմ Արմանն է։ Ասա, որ կողքդ մարդ կար։ Դե հա, կար, բայց այդ կապ չունի, որ գաս կխոսենք, դու հաստատ լավ ես։ Լավ եմ, բայց հոգնել եմ պարկելուց արդեն։ Չեմ համբերում երբեմ հետ գար ու քեզ շատ եմ կարոտել Արման։ Կգաս, փուչուրս կգաս։ Կարևորը որ լավ լինես ու բժիշկները հաստատեն, որ դու լավ ես։ Քո ոտքով կգաս ու ամեն ինչ լավ կլինի, թե չէ ես ինձ կյանքում չեմ ների։ Ամեն ինչ լավ է լինելու։ Դու ինձ պատմի տեսնեմ ինչ ա եղել։ Ես գիտեմ, որ մի բան եղել է, պապիկը ինչ է ասել։ Էլկա, իմ մասին մի մտածի, մի անհանգստացի, դե նորմալ է, Սարոյանը բարկացել է, մեղվել է, պետք է իրան էլ հասկանաս, ամեն ինչ նորմալ է, կգաս կխոսենք։ Արման, դու շուշուց զանգի էլի։ Անպայման, այնքան եմ զանգելու, միջև հոգնես։ Լավ գիտես, որ չեմ հոգնի։ Պիտի բժիշկը գա արդեն։ Ես անջատում եմ, բայց ես էլ քեզ կզանգեմ։ Անընդհատ կզանգեմ գիշեր ցերեկ։ Նարկոզից հետո դժվար եմ քնում։ Ինչքան արթուն ունեմ, դու էլ իմ հետ հավասար արթուն ես մնալու։ Արման, ասա, որ ինձ շատ է սիրում ու անջատում։ Չեմ սիրում, խելագարվում եմ քո համար։ Ես էլ քեզ եմ սիրում։ Անջատում։ Թող տպավորություն չստեղծվի, թե քո ասածները իմ համար նշանակություն չունեն։ Ուղղակի ես հիմա չեմ ուզում Էլկայի հետ նման լուրջ բաներից խոսել։ Ինքը հիմա լավ վիճակում չի, վիրահատությունից հետո է ու մեզանից շատ հեռու է։ Բայց որ գա անպայման կխոսեմ հետը։ Կամ որ ինքը գա, այդ ժամանակ ես կգնամ ու շատ հեռու կգնամ։ Շատ կուզեի քեզ ասել, որ Էլկան իմ հետ ապահով կլինի, բայց մի անգամ արդեն ասել եմ։ Ու այնպես է ստացվում, որ խոսքս չեմ պահել։ Երևի դու ճիշտ ես։ Չէ, դու ճիշտ ես։ Բայց կուզեմ, որ իմանաս, որ այդ ամեն ինչը կապ չունի, եթե հանկարծ ինչ-որ պահի զգաս, որ իմ կարիքը ունես, իմացիր, որ միշտ կողքիդ եմ։ Ցանկացած պահի կարող ես ասել։ Գիտեմ, որ քո վերաբերմունքը իմ հանդեպ փոխվել է, բայց կուզենամ իմանաս, որ իմ վերաբերմունքը քո հանդեպ միշտ նույնն է։ Ես երբեք չեմ մոռանա այն ամենը, ինչ որ դու արել ես իմ համար։ Քեզ լավ նայի։ Չգիտեի, որ տանն ես։ Նոր եմ եկել։ Մամայի հետ էի խոսում։ Հա, մենք էլ ենք խոսել, ոնց որ թե արդեն լավ է Էլկան։ Շատ լավ է։ Տեսնես Սարմանն էլ է խոսել հետը։ Տեղյակ ես։ Ինչից։ Բան է եղել։ Փաստորեն եղել է։ Եվ այ մոտից եմ գալիս։ Չհասկացա, դու նորից գնացել դրա հետ խոսել ես։ Եվ այս անգամ ինչ ա հորինել։ Շատ հետաքրքիր է։ Չէ, ուղղակի ուզում եմ հասկանամ մտքի թռիչքը այս անգամ ուր է հասել։ Դու էլ երևի հանգիստ լսել ու եկել ես տուն, չէ։ Կարծում եմ, եթե պատասխանած լինեիր իրան, հիմա այսքան նեղված չէիր լինի ու այս վիճակում չէիր գտնվի։ Սառա ջան, կասես վերջի վերջո ինչ ա եղել, թե ես պետքա գնամ դրան գտնեմ, իրանից իմանամ։ Ոչ մի վատ բան չի ասել։ Ոչ կռվել ենք, ոչ էլ ինձ վիրավորել է։ Երևի դրա համար էլ նեղված եմ։ Չհասկացա։
Չես եկել։ Ալո, Ախպերս զանգել էիր։ քանի ժամ առաջ։ Արմ ջան, նենց վիճակ էր, որ Լավ, նորմալ է։ Ոչինչ։ որտեղ ես կավա հանդիպենք, տեղ ասա գամ կամ ես ասեմ դու արի։ Չէ, ուզում էի Վելկայից նորություն իմանայի, մտածեցի Ռեբեկան քեզ ասած կլինի, բայց արդեն խոսել եմ։ Հա, հասկացա, որ խոսել ես, բայց անտրամադիր ես։ Դե ուրախանալու բան չկա։ Դե լավ, արի հանդիպենք։ Որտեղ հանդիպենք։ Չէ, թող մնա մի ուրիշ անգամ կներես։ Ես իհարկե չեմ ուզում մտածել, որ քո մեջ մեղքի զգացում կա, բայց միևնույնն է չի ստացվում։ Սար, ես գիտեմ, որ դու շատ համեստ աղջիկ ես, բայց գիտեմ նաև, որ շատ խելացի աղջիկ ես ու միշտ իմացել ես քո տեղը։ Գիտեմ։ Բա այդ դեպքում ինչի ես հիմա կասկածում, ինչ ա եղել։ Ինչն է քեզ ստիպել, որ դու հիմա այս վիճակում ես։ Մարդիկ բաժանվել են տարիներ առաջ, ու դու ոչ մի մեղք չունես իրանց բաժանման մեջ։ Գիտեմ, որ մեղք չունեմ, ուղղակի կիսվում եմ հետդ։ Ուղղակի մի պահ մտածեցի, որ եթե ես չլինեի, Բայց դու կաս։ ուղղակի մի պահ մտածեցի, որ եթե ես չլինեի, կարողա իրենք միանային։ Կարողա Եվան գար Հայաստան, գորի հետ խոսեր ու հասկանային իրար։ Կարող է, Սար։ Ամեն ինչ կարող է։ Բայց եթե առաջնորդվենք այդ կարողաներով, այդպես չի լինի, չէ՞։ Դու հանդիպել ես Գորին։ Գորը ազատ տղա է, ու ինքը երբեք չի պատմել քեզ ինչ որ Եվայի մասին։ Ինքը 1000 անգամ քեզ ապացուցել է, թե ինչքան շատ է քեզ սիրում։ Հիմա ես չեմ հասկանում, այս վիճակի իմաստը ո՞րն է։ Ինչի՞ ես դու այս վիճակի մեջ հայտնվել։ Չգիտեմ։ Չգիտեմ, ես էլ չեմ հասկանում։ Սար, կյանքը բարդ բան է։ Մեկը կորցնում է, մյուսը գտնում։ Ու ոչ դու կարող ես ինչ-որ բան փոխել, ոչ էլ Գորը։ Ընդհանրապես այդ փոփոխությունները մարդկային վերահսկողությունից դուրս են։ Դու ուզում ես ազնիվ լինել, ճիշտ է։ Բայց դու ազնիվ ես։ Այդ մարդիկ քո պատճառով չեն բաժանվել։ Դու ոչ մի մեղավորություն չունես։ Ես մի բան ասեմ, չգիտեմ քեզ ինչքանով կօգնի, բայց ամեն դեպքում եթե Վահեն ողջ լիներ ու այդ սարսափելի դեպքը տեղի ունեցած չլիներ, ես երբեք չէի թողնի, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան մեզ բաժաներ։ Իսկ դու Գորը շուտով պետք է ամուսնանաք։ Մի թող, որ ինչ-որ մի Եվա խանգարի ձեզ։ Սա ընդունում եմ որպես շնորհակալություն։ Ու շատ մեծ հույս ունեմ, որ ուղեղդ կարողացա տեղը գցել։ Բժիշկը եկավ գնաց, ես էլ լավ եմ, բայց հիմա քնում եմ Արման։ Ուզում եմ արթնանամ ու այնքան հաղորդագրություն ուղարկած լինես ինձ, որ չհասցնեմ կարդամ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։
Պապի, Հա, այսօր շուտ ես եկել։ հա, շուտ եմ եկել, ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Ինչի՞ քեզ վատ ես զգում։ Չէ, լավ եմ, պարզապես ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Հիմա այնպես չանես, որ սկսեմ իսկապես ինձ վատ զգալ այն բանի համար, որ աշխատանքից շուտ եմ տուն եկել։ Չէ, պապի ջան, ես շատ ուրախ եմ, որ շուտ ես եկել։ Կուզես ինչ-որ բան բերեմ։ Չէ, հենց ուզեմ դու առաջին եք իմանաս։ Լավ, պապի ջան։ Հա։ Չվախենաս, չի ցավալու։ Չէ, ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում։ Այդ վտանգավոր է, որ դու ոչ մի բանից չես վախենում։ Հա? Իսկ ինձ թվում էր անվտանգ է։ Չէ, Ռեբեկա ջան, եթե դու ոչ մի բանից չես վախենում, ուրեմն վտանգներին էլ լուրջ չես վերաբերվում, չէ՞։ Դե բայց կան վտանգներ, որ ընդհանրապես պետք չի լուրջ վերաբերվել։ Իսկ եթե մարդուն կորցնելու վտանգի առաջ ես կանգնած։ Պապի քեզ բան է ուզում ասել, մոռացա։ Պապի? Պապի լավ չես։ Պապի լավ չես զգում։ Լավ եմ, մի քիչ պատուհանը բացա, օդը ծանր։ Օդը ծանր չի, դու քեզ լավ չես զգում։ Դեղերդ որտեղ են, ինչ ես խմում դու։ Մի խառնվի, Սարա, մի խառնվի, ամեն ինչ նորմալ է։ Պապի շտապօգնություն կան, չեմ կարողա պիտի քո բժշկին զանգեք, ինչ եք անում այս պահին եւ լավ չես զգում։ Չէ, ջուր, մի փոքր ջուր դուր, Սարա ջուր տվից։ Սպասի։ Ալո։ Ալո Արման, կներես որ անհանգստացնում եմ, Բայց ինչ։ բայց պապին լավ չի, իրար եմ խառնվել, ես չգիտեմ ինչ անել։ Հասկացա, ես հենց հիմա գալիս եմ։ Դու դեղերը դուր թող խմի, ինքը գիտի, որը պետք է խմի։ Ես հեսա կհասնեմ։ Դեղերի մասին ասում եմ, բայց ոչ մի բան չի պատասխանում։ Մի րոպե, այդ դեղերը վերջին անգամ ես եմ գնել ու հիմա արդեն պետքա որ վերջացած լինի։ Սար, տես ինչ ես անում։ Ուղղակի պատուհան բացի, թող մաքուր օդ շնչի ու իրան հարցեր մի տուր, թող հանգիստ նստի ու հանկարծ չլարվի։ Ես ձեր տան կողմերն եմ, հիմա դեղատուն մտնեմ ու շուտ գամ, լավ։ Լավ, քո ասած բոլոր բաները կանեմ, մենակ թե խնդրում եմ արագացրու, լավ։ Լավ, Սար ջան։ Պապի ինչ ես անում, նստի։ Նորմալ է։ Պապի դեղերդ քեզ մոտ են։ Չէ, ես միշտ մոռանում եմ վերցնել ինձ հետ։ Արմանն է վերցնում միշտ։ Լավ, պապի ջան, հիմա ուղակի փորձի հանգիստ շնչել, հա։ Ոնց է, Սարոյան։ Արման կարող է ամեն դեպքում բժշկի մոտ տանենք։ Չէ, սա դեպքը չի, հիմա թող դեղերը խմի, պետքա որ ավելի լավ լինի։ Վերցրու պապի ջան։ Ես մի երկու տուփ ավել եմ բերել։ Գիտեմ, որ քեզ մնա, չես գնի, դրա համար էլ բերել եմ։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչ կարգին է։ Պապի, ես Արմանին զանգեցի, որովհետև Նորմալ է, նորմալ է։ Սարջան,
Մենակ այդ մի դեղը չի, որ պետքա խմի, էլի ջուր կբերես։ Հա, իհարկե, հիմա։ Լավ, ինչի ես սենց անում, Սարոյան։ Հիմա հո գիտես, որ տարբերակ չունեմ անընդհատ կողքիդ լինելու, գոնե հիմա քեզ լավ նայի։ Տարբերակ չունես կողքից լինելու, բայց առաջինը դու ասար։ Հա, ու ուրիշ տարբերակ չի էլ կարող լինել։ Սարոյան, կապ չունի, թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, իրար հետ խնդիրներ ունենք, թե չունենք։ Մեկը, իմ վերաբերմունքը քո հանդեպ չի փոխում։ Ես էլի քեզ նույն կերպ հարգում ու սիրում եմ։ Ես քեզ մի անգամ չի որ ասել եմ, որ դու իմ համար ծնողի նման ես։ Ու ինչ որտեղ նաև ծնողից առավել։ Դե, տենց հա չէ։ Ծնողները ինչ որտեղ պարտավորություն ունեն իրենց երեխաների հանդեպ, որ ամեն ինչ անեն իրենց համար, որ լավ լինի։ Բայց դու իմ ծնողը չես եղել, բայց իմ համար ամեն ինչ արել ես, ոչ մի անգամ մենակ չես թողել։ Ու հիմա ես չեմ կարող ուղղակի կողքիդ չլինեմ ու անկախ ամեն ինչից էլի եմ ասում, կապ չունի, թե մեր հարաբերությունները ինչ վիճակում են։ Ես կարամ քեզանից նեղված լինեմ, դու կարող ամենավերջի բառերով խոսես իմ հետ, բայց դա ոչ մի բան չի փոխում։ Եթե դու ունես իմ օգնության կարիքը, ես առանց մի վայրկյան մտածելու կողքիդ կանգնած եմ։ Ու եթե անգամ դու ինձ քո տնից հանես, քո կողքից փորձես հեռացնես, ես մեկա գալու եմ, որովհետև դու էլ ու քո առողջությունն էլ իմ համար շատ ու շատ բաներից կարևոր են։ Աստված վկա Արման, ես չէի ուզի, որ այսպես լիներ, բայց կյանքում կան բաներ, որոնց վրա աչք փակել չես կարող։ Հա, հասկանում եմ։ Չմոռանաս, այդ մի դեղդ էլ կխմես։ Շնորհակալ եմ քեզ, Արման։ Լավ ես հիմա։ Կամաց։ Լավ եմ։ Դե լավ, ես երևի արդեն գնամ։ Էլի մեկ անգամ շնորհակալ եմ քեզ։ Ես Արմանին ճանապարհեմ ու գամ շուտ։ Արման մի րոպե սպասի։ Հասա Սարջ։ Ես խառնվում եմ իրար, չեմ կողմնորոշվում ինչ անել, որ պապին լավ չլինի, ես ինչ անեմ։ Հանգիստ եղի, էլ վատ չի զգա, դեղերը արդեն խմելա։ Դու մենակ ուշադիր եղի ու հետևի, որ ճիշտ դեղը ճիշտ ժամին խմի։ Հա, մի բան էլ, եթե դեղերը վերջանա, ինձ ասա, ես կբերեմ, այդ դեղերից ամեն դեղատանը չի, որ վաճառում են։ Հասկացա։ Սար, աշխատի վաղը ամբողջ օրը հետը լինես, երբ ինքը իրան վատ ազգում, հաջորդ օրը թույլ է լինում։ Հա, անպայման, հետը կլինեմ։ Սար, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, անպայման զանգի, ժամին չնայես, լավ։ Ապրես որեկար։ Սար, Արման ինչ գործներ վեր տանը։ Պապին լավ չէր զգում իրեն, դեղերը վերջացել էին, Արմանը բերեց։ Որ դեղերը վերջացել էին, մենք էլ կարող էինք գնել։ Ռեբեկա լավ չի, որ հիմա բերեց ու լավ ազգում իրեն, պապին ինչն է խնդիրը։ Սար, խնդիրը այն է, որ ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Ամեն անգամ ինչ-որ իրավիճակ է ստեղծվում, որ պապին մեզ արգելում է Արմանի հետ շփվել։ Բայց ամեն անգամ Արմանը գալիս գնում է այս տուն։ Ես ազնիվ խոսք Արմանի դեմ ոչինչ չունեմ, ես ուղղակի ուզում եմ հասկանամ ինչի է այդպես լինում, որովհետև վերջում ես եմ մեղավոր դուրս գալիս, որովհետև չեմ հասկանում ինչա կատարվում։ Եթե Արմանը հանգիստ կարա գա ու գնա այս տուն, այդ դեպքում պապին ինչի է որոշում, որ մենք այդ մարդու հետ պետքա կապ չունենանք։ Ես ուղղակի ուզում եմ, որ կողմնորոշվեք մի հատ, ինչ եք ուզում այդ մարդուց։ Սար, եթե դու հասկանում ես, խնդրում եմ բացատրի ինձ, ես էլ հասկանամ։ Խնդրեմ, տես դու էլ պատասխան չունես։ Գնամ տեսնեմ պապին ոնց է։
Այս ոնց էլ լինի պետք է գալու։ Պատկերացնում ես, Ռեբեկա, երեք լավ չէր, այսօր բոլորիցը շուտ արթնացել է, գնացել է աշխատանքի։ Ես չէի կասկածում։ Ինքը ինչքան էլ վատ լինի, միևնույնն է տանը չի մնա։ Դու էլի մտքերով ես։ Էլի գնացել հասել ես ինչ-որ միտեղ, որտեղ որ դու սխալ ես, դու մեղավոր ես ու պարտադիր քեզ պետքա պատժես։ Ուղղակի մտածում եմ։ Իսկ խոսել ես Գորի հետ։ Քնած եմ եղել, որ զանգել է։ Քնած չես եղել։ Մտածված չես պատասխանել, որովհետև մտածում ես, որ ամեն դեպքում դու խանգարել ես իրանց մեծ սիրուն, ընտանիքին, չստեղծված ընտանիքին։ Հիմա էլ չես պատասխանում, որ տեսնես կարող է իրանք միանան, թե չէ։ Իզուր քեզ երեք պատմեցի։ Հակառակը իզուր չէր։ Հիմա գոնե գիտեմ ինչի ես այս վիճակում ու կարողանում եմ ժամանակ առ ժամանակ թևիցդ քաշել, որ սխալ քայլեր չանես։ Լավ։ Կզանգեմ հիմա Գորին, կասեմ, որ քնած եմ եղել, որ պիտի պարտադիր հանդիպենք, հետո նոր ես գնամ աշխատանքի, լավ է։ Չէ, լավ չի։ Հիմա ես իմ սուրճը կիսատ կթողնեմ։ Մենք կգնանք, միասին կնստենք ինչ-որ միտեղ, սուրճ կխմենք։ Ես այդ ընթացքում քո կարգավորումները կբերեմ նորմալին կհասցնեմ, հետո նոր դու կզանգես Գորին, որ ամեն ինչ չփչացնես։ Հա, բայց ես լավ եմ։ Լավ եմ։ Տեսնում եմ ինչքան լավ ես։ 2 րոպե ժամանակ ունես։ Կրկնի ինչ ասեցի։ Լավ էլի Ռեբեկա, ինձ լրիվ դպրոցական եմ զգում։ Բայց դպրոցականից ոչ մի բանով չես տարբերվում։ Ես ամեն ինչ հասկացել եմ։ Մի քիչ հավատում եմ, բայց Ես շատ լավ եմ։ Գորն էլ արդեն տպարանի մոտ է։ լավ դե ուրեմն վազի ես էլ սուրճս խմեմ դուրս գամ։ Քո պատճառով այսօր նորմալ սուրճ չխմեցի։ Մեր հաշիվը կբերեք։ Արդեն հասնում եմ։ Ժամադրություններից ուշանալը սովորաբար լինում է սկզբում, երբ որ տղաներին ուզում են սպասեցնեն։ Կոմոդ ոնց որ նոր է, հա, սկսում։ Դե Գոր Ռեբեկայի հետ էի։ Դե սպասում եմ։ Ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Սառա, դասդ չմոռանաս։ Ալո։ Արթնացրեցի։ Ոչինչ չեմ դժգոհում։ Կարոտել ես։ Արամ, հնարավոր է, որ ես երեք դրամապանակս տանը թողած լինեմ։ Չգիտեմ, չեմ տեսել ես։ Գնայես։ Ուղղակի սրճարանում եմ ու հաշիվը չեմ կարող փակել, մոտս գումար չկա։ Հեսանայեմ։
Ռեբեկա ջան, սպասի, հա, որ գտնեմ կասա։ Արամ, այդ տունը 3 հարկանի չի։ Վայ, գտա, էսա։ Տենց էլ գիտեի։ Լավ, բայց հիմա ինչ անեմ։ Կբերես։ Դե եթե խնդրում ես կբերեմ։ Պետք չի, հա։ Սառային կասեմ կգա հաշիվը կփակի։ Լավ, սպասի, հեսա կբերեմ, 15 րոպե ժամանակ տուր։ Հենց լավ սկսեցիր, ոչ մի բան չեմ կարող ասել։ Բայց դու երեք քեզ տարօրինակ ես պահել։ Զանգեցի, չվերցրեցիր, առավոտն էլ հետ չզանգեցիր։ Բայց հետո զանգել եմ, չէ՞։ Դե լավ, արի զանգելու համար կռիվ չանեն, գովաում զանգե, ով չի զանգե։ Դու ասա տեսնեմ, հո բան չի եղել։ Չէ։ Ամեն ինչ լավ է։ Շատ։ Իսկ աշխատանքի ես թե չէ։ Հա, բայց ես վերև բարձրանամ, պապին ասեմ, որ եկել եմ, բայց կարևոր գործ ունեմ ու գամ։ Ես քեզ սիրում եմ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Գիտեմ։ Մուննատ ջան, բարև։ Վերջապես հասար։ Ռեբեկա ջան, հենց զանգել ես եկել եմ։ Ես հասկանում եմ, որ ինձ սպասելու ընթացքում ամեն րոպեն քո համար տարի ա թվում, բայց հավատա ուրիշ տարբերակ չկար ավելի շուտ հասնելու։ Դրամապանակս կտաս։ Սուրճ խմենք։ Դրամապանակս կտաս։ Բայց ասա, որ դիտավորյալ էր թողել։ Ինչի պետքա դիտավորյալ թողնեի։ Դե, որ ասեիր Արամ ջան, ես քեզ չեմ ուզում տեսնեմ, բայց նենց դասավորվեր, որ հանդիպումն անխուսափելի լիներ։ Լավ։ Եթե դրամապանակս այդքան դուրս եկել է, կարող ես պահել քեզ, բայց գոնե քարտերը կարող ես տալ։ Այսինքն, էս է քո շնորհակալությունը, որ ամեն ինչս թողել ու ասպետի նման եկել հասել եմ քեզ, հա։ Շնորհակալ եմ։ Շատ անչափ, հոգաչափ շնորհակալ եմ։ Վերջ ազատ եմ։ Չէ, ես որ իմանայի սենց ա լինելու, ոչ էլ կգայի։ Իմ խելքն ասա, որ ուզում եմ քեզ օգնեմ։ Լավ։ Ոնց ես ուզում, ինչ ես ուզում որ անեմ, որ շնորհակալությունս հայտնեմ։ Գազ գնանք քայլելու։ Կամ օրինակ բաղբաղակ գուտենք։ Ես չեմ հասկանում, դու ինչի ես վախենում իմ հետ մի րոպե երկար մնալուց։ Ես չեմ վախենում։ Կամ վախենում եմ, չգիտեմ։ Հիմա գնանք քայլելու թե չէ։ Հա, կգնանք, բայց կլինի դրամապանակս տաս հաշիվը փակեմ, հետո նոր գնանք։ Հաշիվը ես կփակեմ, Ռեբեկա ջան, բայց դրամապանակդ կտամ մի քիչ հետո, որովհետև հիմա որ տամ կարող է էլի փախնես ու էլի չկարողանանք խոսել։ Հիմա կքայլենք ու կհասկանանք, որ նա ճիշտ է։ Ավելի լավ է ընդհանրապես չխոսանք։
ու ինչի ոչ մի բան չես ասում։ Քո առաջարկն էր քայլելը, ես էլ քայլում եմ։ Այսինքն ստիպված։ Պարտքից դրդված։ Ուրիշ պատճառ չկա։ Չէ, Այսինքն եթե ես հիմա քեզ ասեմ գնա, կթողնես ու կգնաս։ կգնամ։ Ուրեմն չեմ ասի։ Բա ասում էիր դու ոչ մի բանից չես վախենում։ Էլի որ չեմ վախենում։ Բա ինչ ես հիմա այսքան լարված։ Դրանք տարբեր բաներ են։ Տարբեր չեն։ Արամ, խնդրում եմ։ Նենց տպավորությունն է, որ հնարավորինս քիչ ես խոսում ու զսպում ես քեզ, որ ես հանկարծ ինչ-որ մի բան չիմանամ։